Պարոն Պապյան, հետաքրքիր է, իսկ ձեր կարծիքով առաջիկայում ինչ զարգացումներ կարող են ունենալ հայ-ռուսական հարաբերությունները, ոչ ոք չի կարող ասել, Նիկոլ Փաշինյանը առավոտյան մի բան է ասում, ցերեկը մեկ այլ բան, երեկոյան բոլորովին այլ։ Ինչ հետաքրքիր զարգացումներ կարող են այստեղ տեղի ունենալ։ Պաշտոնապես գոնե հաստատվել է, եթե չփոխվի, որ մայիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը պիտի մասնակցի այդ հայտնի շքերթին։ Ոմանք երկրորդ համաշխարհային են ասում, ոմանք հայրենական պատերազմ մայիսի 9-ի տոնակատարությանը։ Եվ դա ըստ էության Նիկոլ Փաշինյանի կողմից քայլ է դեպի Մոսկվա։ Բայց դա ես չեմ կարծում, որ դրանով ինչ-որ խնդիրներ կլուծվեն, որովհետև օրինակ նույն Ամռանը, դրանից հաջորդող շրջանում, Ամռանը գիտեք, որ շատ փոքր, բայց միևնույն է, զորավարժություններ են լինելու հայ-ամերիկյան։ Ես չեմ կարծում, որ հայ-ռուսական հարաբերությունները կբարելավվեն։ Դրանք չեն բարելավի եւ դա այդքան Նիկոլ Փաշինյանից կախված չի։ Այն ժամանակաշրջանը, երբ որ Ռուսաստանը կարող էր եւ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ լավնիլ, անցած են։ Ադրբեջանն ու Թուրքիան այնպիսի ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանը ուզենա էլ չի կարող Հայաստանի հետ լավ հարաբերություններ ունենալ։ Եվ պայմաններից մեկը, որը դնում են Ռուսաստանի առջև Ադրբեջանը եւ Թուրքիան, հենց նա է, որ Հայաստանի հետ հնարավորինս վատ հարաբերություններ եւ այլն։ Եվ մենք տարբեր պաշտոնյաների, մասնավորապես Մարիա Զախարովայի ելույթից հասկանում ենք, որ ինքը լրիվ սպասարկում է ադրբեջանական շահերը։ Տեսեք, իմ հիշատակած այդ զորավարժությունները, որը շատ փոքր, մինչև 100 օկիանոց մասնակցություն է, Մոսկվայում մեծ աղմուկ անեցին, մեծ քննադատություն, բայց մենք երբևէ չենք լսում, որ Մոսկվան քննադատի ՆԱՏՕ-ի մեկ այլ անդամի, Թուրքիայի հետ Ադրբեջանի հազարավոր, անգամ տասնյակ հազարավոր զինվորների մասնակցությամբ մեծ զորավարժությունները, լինի Թուրքիայի տարածքում կամ Ադրբեջանի տարածքում։ Այդ մի տեսակ լռության է մատնվում, անցնում է։ Իսկ պիտի ասեմ, որ դա Ռուսաստանի համար շատ ավելի վտանգավոր է Ադրբեջանի եւ Թուրքիայի սերտացումը, քան Հայաստանի հետ լավ կամ վատ հարաբերություններ ունենալը։